Այսօր մեզ է միացել Արցախի ազգային ժողովի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արամայիս։ Ազգային ժողովը կա, գործում է, չէ՞։ Ավելորդ հարց եմ տալիս, բայց տալիս։ Այո, գործում է Ինչ որոշակի իհարկե այն ռեժիմի, ինչ որ Արցախում եղել է, նույն ռեժիմը գոյություն չունի, կա որոշակի հրապարակային աշխատանքի տարբերություն, եթե նախկինում բոլոր նիստերը հերարձակվում էին, համապատասխան ընդունված որոշումները տեղադրվում էին ազգային ժողովի պաշտոնական էջով, այժմ այդ ամեն ինչը չկա, բացի դրանից նաև ելնելով այն հանգամանքից, որ գործառույթների հսկայական տարբերություն կա, այնտեղ ինչ են կարող անել, այստեղ ինչ չեն կարող անել, ելի որոշակի տարբերակում կա, բայց հնարավորության սահմաններում որոշակի գործունեություն ծավալվում է։ Այսինքն կա օրակարգ, կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ։ Այո, այս վերջերս էլ այդ համանդրական փոփոխություններն է տեղի ունեցել, որով որ հնարավորություն է տրվել պետական ինստիտուտների շարունակականությունը ապահովելու, առնվազն նոր նախագահ ընտրելու հնարավորություն այս պահին կա։ Դուք կանխեցիք իմ հարցը, դուք այդ օրենսդրական փոփոխությունը հատուկ անում եք նախագահական ինստիտուտը հստակեցնելու, չգիտեմ, ինչ անելու նպատակով։ Ամբողջ իմ պատկերացմամբ իհարկե ավելի ճիշտ կլիներ, եթե այս ճանապարհով չգնայինք, ես առաջարկել էի քանի որպեսզի եւ ազգային ժողովի լեգիտիմությունը համապատասխան մակարդակի լինի եւ նախագահի ինստիտուտի on-line ընտրություններ կազմակերպել, առնվազն 070 կոդը այդպիսի հնարավորություն տալիս է, անգամ այն քաղաքացիները, ովքեր որ փոխել էին անձնագիր եւ նոր անձնագիր էին ստացել, միևնույնն է շարունակում են պահպանել իրենց 070-ով կոդը, սակայն սա որոշակի այդպես քաղաքական կամքի առկայության դեպքում կարող է տեղի ունենալ, հասկանալի է, որ իշխանությունները ճնշումների գործիքներ էր բանեցնելու, քանի որ բազմաթիվ անգամներ տարբեր խողովակներով պնդել էին, որ պետական ինստիտուտների գոյությունը իրենց համար խնդիր է։ Սա ինչ որ ճարիքի փոքրագույն լուծում էր, որով որ գոնե հնարավորություն էր ստեղծվում ազգային ժողովի միջոցով նոր նախագահ ընտրելու, այսպես վատի եւ վատագույնի միջև ընտրություն էր եւ այսպես գնացինք այս ճանապարհով։ Նոր նախագահը ենթադրում է հիմա գործողը չի արդարացրել կամ ձախողել է ինչ որ բան։ Դե կարծում եմ, որ հստակ է գնահատականը, որ չի արդարացրել, միայն նաեւ այն բանից ելնելով, որ անմիջապես տեղահանությունից հետո հրապարակային խոսքի լրջագույն պակաս կար, մարդիկ սպասելիքներ ունեին, նույնիսկ այդ հրապարակային խոսքի պակասը բերել է երկու անգամ լուրջ բախումների, երբ որ որոշակի թվով արցախցիներ տարբեր տեսակի միջոցառումներ են կազմակերպել ներկայացության առաջ, այդ թվում նաև մի քանի օր առաջ, եւ նոր եղել է հրապարակային խոսք։ Այսինքն այն պարագայում, երբ որ անմիջապես Հայաստանի իշխանությունը բազմաթիվ մեղադրանքներ էին հնչեցնում Արցախի իշխանությունների հասցեին եւ այն մյուս կողմից միայն լռություն էր, խոսքս նախագահի ինստիտուտի մասին է, որտեղ կոնկրետ իր հասցեին էին հնչեցվում այդ մեղադրանքները, ավելին շատ դեպքերում պատասխաններ էր տրվում ոչ թե նախագահի անունից, այլ տեղեկատվական շտաբի անունից, որը էլի զարմանալի եւ տարօրինակ էր առնվազն իմ համար։ Իմ կարծիքով այո, պետք է Արցախի հանրապետություն ներկայացնի մեկը, ով հրապարակային խոսքում խնդիր չի ունենա մեր շահերը պաշտպանելու, ով խնդիր չի ունենալու Մինսկի խմբի համանախագահների այդ մարմնի շրջանակներում որոշակի գործունեություն ծավալելու, որտեղ փաստացի Հայաստանի Հանրապետությունից եւ Ռուսաստանի Դաշնությունից բացի արևմտյան գործընկերների մասով կա որոշակի շահագրգռվածություն հարցը օրակարգում պահելու, իհարկե այստեղ կարող ենք ասել իրենք իրենց շահերից է նորմալ է, որ իրենք մեր շահերից բխելով չեն դա անելու, պարզապես որտեղ որ շահերի համընկնում կա, այս կտրվածքով կարծում եմ, որ իրավական եւ քաղաքական աշխատանք կա անելու։ Այսինքն Մինսկի խումբ, որ ասացիք, ռուսական կողմի ուղղությամբ ձեր սպասելիքները պահպանվում են դեռ, հա։ Դե դրա համար ասացի Ռուսաստանի Դաշնությունից բացի, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը այս պահին պաշտոնական մակարդակով հայտարարում է, որ Մինսկի խումբը այլևս իմաստ չունի։ Այսինքն այս հարցում եւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դες հասկանալի է ինչու է սպասարկում Բաքվի շահը այդ հայտարարությամբ։ Կարծում եմ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև այդ ջերմ հարաբերությունները, պայմանավորվածությունների շրջանակներում հարաբերությունները ավելի երկար նախապատմություն ունեն, սա ընդհանրապես հետևանքներն է եւ անգամ երբ որ կոնկրետ
23 թվականի դեպքերին տված գնահատականները նայենք, ամբողջ աշխարհը պնդում է, որ տեղի ունեցել էթնիկ զտում, այն պարագայում, երբ որ Ռուսաստանի Դաշնությունը լինելով տեղում խաղաղապահ առաքելությունը իրականացնող երբևիցե նման գնահատական չի տվել, ավելին նույն Զախարովայի բերանով ասվել է, որ մարդիկ ցանկացել են դուրս են եկել, այսինքն որևէ էթնիկ զտում տեղի չի ունեցել։ Նույնը այս ռուս-ադրբեջանական մերձեցումը իհարկե սկսվել է ուկրաինական պատերազմից առաջ, երբ որ ստորագրվել է Ալիև եւ Պուտին համաձայնությունը, եւ մենք էլ տեղում հստակ տեսնում ենք, որ մեկը ես օրինակ բավականին լավ հարաբերություններ ունեի եւ խաղաղապահ առաքելության եւ նրանց այլ ստորաբաժանումների տեղեկատվության պատասխանատուների հետ, այդ հարաբերությունները գնալով վատթարացել է ուկրաինական պատերազմից հետո, որովհետեւ հստակ երևացել է, որ ռուսներն ու ադրբեջանցիները ունեն որոշակի մերձեցման շրջանակ, շահերի համադրում եւ այդ շահերի համադրման ճանապարհով գնում էին։ Անկամ այդ նույն Խովայևյան պլանը, որ մինչ այդ ռուսական օրակարգի մեջ է եղել, փաստացի Հայաստանի իշխանությունները լավն են, վատն են, դա իրական չի։ Ընդունել են, ադրբեջանական կողմն է մերժել եւ իհարկե լուրջ չի պնդել է, որ ռուսական կողմը ցանկացել է Հարավային Կովկասում ինչ-որ փաստաթուղթ պարտադրել Ադրբեջանին եւ իր մոտ չի ստացվել։ Հիմա կա որոշակի ակտիվացում Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Ես ուզում եմ ուղիղ հարցնել. Արցախի շուրջ տեղի ունեցողը մտնում է այդ օրակարգը։ Ճիշտն ասած, այդ քաղաքական ակտիվացման շրջանակների ներկայացուցիչներին պետք է ուղղել այդ հարցը, թե իրենց օրակարգի մեջ ինչպես են պատկերացնում օրինակ Նիկոլ Փաշինյանի հեռացումը եւ այլընտրանքը որն է լինելու, եթե իրենք գան իշխանությունը վերցնեն, որտեղ անմիջապես 20 թվականից հետո, երբ որ 21 թվականին տեղի ունենում այստեղ խորհրդարանական ընտրություններ, ես ուղիղ այն ժամանակ արտահայտվում էի, որ կարող է լինել երկու այլընտրանք, նոյեմբերի 9-ի կողմնակիցներ եւ նոյեմբերի 9-ի կոնսենսուս չընդունողներ։ Եթե կա քաղաքական երկու թեւ, որտեղ որ երկուսն էլ ասում են, որ մենք այդ կոնսենսուսի շրջանակներում ենք շարունակելու գործել, այսինքն տարբերությունը ավելի շատ գնում է անունների, այլ ոչ թե քաղաքական կուրսի մեջ։ Եթե լինի այնպիսի քաղաքական կուրս, որը ես կկանգնի կասի եւ տեսեք, անգամ ես չեմ ասում, որ որևէ իշխանություն չի կարող այսպիսի Հայաստանի Հանրապետություն ժառանգել եւ հաջորդ օրը պատերազմ հայտարարել Ադրբեջանին։ Սա եթե նույնիսկ այդպիսի բան հայտարարել, բացարձակ պոպուլիզմ է լինելու, ինչպես օրինակ Ալեն Սիմոնյանը ժամանակին հիմա հայտնվել է այդ ծիծաղելի իրավիճակում եւ գնում Աղդամում նկարվում էր, ասում էր Աղդամը իմ հայրենիքն է եւ այսօր ստիպված է Արցախ բառի համար ներողություն։ Ինքը դեռևս իշխանության չէր այդ ժամանակ, երբ որ գնացել նկարվել էր, ընդդիմություն։ Դե այն ժամանակ Բաքվում թեյել էինք խմում։ Հիմա փաստացի ինչ որ իրողություններ են փոխվել, բայց օրինակ հրաժարվել են իրավունքներից, որոնք որ միջազգայինորեն քեզ տրված են, սա հանցագործություն է եւ հայ ժողովրդի հանդեպ եւ սերունդների հանդեպ, որը որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այս պահին իրականացնում է։ Այսինքն նույն ինքը, երբ որ մենք ասում ենք նոյեմբերի 9-ի փաստաթղթի օրակարգից այլ օրակարգ, առնվազն երբ որ նոյեմբերի 9-ը հանում ես այդ չես ընդունում նոյեմբերի 9-ին տված նախապայմանների, գալիս ես Մինսկի խմբի համանախագահ շրջանակների կողմից առաջադրված 3 նախապայմաններին՝ ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք։ Որ մտնենք այդտեղ խճճվենք, առաջարկում եմ միանգամից ասել, որն է իրատեսական Արցախի հարցում։ Թողնենք իշխանություններ, թողնենք Արցախի քաղաքական շրջանակների ցանկություն, դուք անձամբ իրատեսական որն եք համարում։ Ես համարում եմ, որ այս պահին պետք է կարճել իրավունքներից, հստակ կոնկրետ տեղի ունեցած հանցագործություն կա միջազգային գնահատականով, միջազգային գնահատական տրված է, որ տեղի ունեցել էթնիկ զտում, էթնիկ զտումը իրենց ենթադրում է պատասխանատվություն եւ որևէ կերպ Հայաստանի Հանրապետությունը չպետք է հետ քաշի այն դատական հայցերը, որոնք գոյություն ունեն միջազգային դատարաններում, հենց այդ պատճառաբանությամբ, որպեսզի ձեռքերը չլվանա Ադրբեջանի կողմից տեղի ունեցած հանցագործության, գոյություն ունի միջազգային դատարանի որոշում, որով որ Լաչինի միջանցքի փակման գնահատականը տրվել է, այդ նույնպես տեղի ունեցած հանցագործություն է, գոյություն ունի, երբ որ ասեցի Մինսկի խմբի համանախագահ 3 նախապայմաններից մեկը ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի բացառման կետի չպահպանում, որը որ փաստացի այդ մարդը ստորագրություն ունի դրա տակ դրած եւ ինքը այդ ստորագրությունը որևէ կերպ չի իրացրել,
գոյություն ունի ինքնորոշման իրավունքի իրացում, որի տակ նույնպես ստորագրություն ունի դրած, ես ինչպես եմ պատկերացնում, իրավունքների փաթեթը պետք է առաջ տանել այնքան ժամանակ, միջև որ գետնի վրա դու ամրություն չես զգա եւ միջազգային այնպիսի նախապայմաններ չի լինի, որը քեզ թույլ կտա այդ նույնը արել է Ադրբեջանը, այնպես չի որ Ադրբեջանը տարբեր բան է արել, 94 թվականին էլ ասել է, որ ես վաղը մյուս օր հարձակվելու եմ եւ իմ տարածքները ազատագրելու եմ, բայց իրավունքներից հրաժարվելը դա բացարձակ հանցագործություն է։